Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատեմ ես, Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ, թե որ տարբերակներով մեզ կարող եք միանալ, ի հավելումն իհարկե ռադիո ընդունիչի, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, տեսագրություն ձայնագրությունները փնտրեք այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եւ իհարկե Facebook-յան հարթակը live stream-ի տարբերակով, որով մեզ կարող եք նաեւ դիտել մեկնաբանություններում հարցեր, դիտարկումներ թողնել, ես դրանց հետևում եմ, կփորձեմ դրանք եւս ուղղել մեր այսօրվա հյուրերին, Facebook-ից էջից օգտվելու համար հավաքում եք հայատարգրված Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջը եւ այնտեղ հայտնաբերում եք մեզ վիդեո տարբերակով։ Ներկայացնեմ, թե ում հետ ենք այսօր զրուցելու, երկու հյուր ունենք, ինդիվիդուում ստոմատոլոգիական կլինիկայի ստոմատոլոգ Արմեն Խաչանյան, ողջույն։ Բարև։ Եվ ադմինիստրատիվ ծառայության աշխատակից Գայանե Խաչատուրովա, ողջույն Գայանե։ Շնորհակալություն այսօրվա թեմային համաձայնելու եւ հյուրընկալվելու համար։ Չի ասի, որ շատ է քննարկվում ադմինիստրատիվ աշխատանքը ստոմատոլոգիական ոլորտում, նրա հարաբերությունը մասնագետների մի կողմից եւ մյուս կողմից այցելուներ, բուժառուներ, տարբեր հոգեկան եւ ֆիզիոլոգիական խնդիրներում այսպես գտնվող մարդիկ, ում հետ դժվար է շփվել, այսօր փորձելու ենք հասկանալ այսօր Հայաստանում առաջադեմ ստոմ կլինիկաներում, ինչպիսիք ես համարել եմ ձեզ, ձեր թիմը կարող եք ներկայացնել ինչ է կատարվում ահա այս խնդիրներում։ Ինչպես եթերից առաջ Գայանեն մի փոքր ասաց, որ մինչև աշխատանքի ընդունվելը, նույնիսկ ես չէի պատկերացնում, թե ինչ կարևոր է այդ ընդունող կողմը, երբ բուժառուն մտնում է կլինիկա եւ առաջինը հաստատ չի տեսնում բժշկին կաբինետում իր լուրջ գործերով զբաղված, այլ մոտենում է ադմինիստրատիվ աշխատակցին։ Նախ ինչու չէիք պատկերացնում եւ ինչպիսին էր ձեր կարծիքը առաջ ու հետո երբ սկսեցիք արդեն ահա թիմի հետ աշխատել ստոմ կլինիկայում։ Տեսեք, ադմինիստրատորի պարտականությունները սկսում են այն պահից, երբ պացիենտը դեռ պարզապես մտածում է այցելության մասին։ Լինի դա զանգ, հաղորդագրություն, թե պարզապես մուտք դեպի ընդունարան։ Այնուհետև ադմինիստրատորը պետք է այնպես անի, որ պացիենտը զգա, հասկանա, որ այստեղ իրեն սպասում են, այստեղ իրեն միշտ հասկանալու են։ Այսինքն ադմինիստրատորը չի բուժում, բայց ստեղծում է բոլոր պայմանները, որ բուժումը անցնի հարմար եւ կազմակերպված միջավայրում։ Օրինակ, երբ ես համակարգում եմ, մշակում եմ բժիշկների ժամանակացույցները, փորձում եմ այնպես անել, որ աշխատանքը ընթանա մաքսիմալ հարմարավետ ռիթմով, առանց ավելորդ գերծանրաբեռնվածության եւ շեղող հանգամանքների։ Այստեղ երևի մեր բժիշկներից շատերը այս պահին մտածում են, բայց ինչպես է ստացվում, որ մենք հաճախ մեր ընդմիջումներից զրկվում ենք։ Այդպես էլ է լինում։ Այդպես էլ է լինում, որովհետև հաճախ մեր պացիենտները մոտենում են մեզ սուր ցավով, եւ ես վստահաբար այդ ժամանակահատվածը իրենց ընդմիջումները օգտագործում եմ շտապ օգնության համար։ Դա այդպես Եվ բացի այդ ամենը ադմինիստրատորը ունի մի շարք այլ գործառույթներ, որոնք բոլորին հայտնի են, դա այցերի գրանցումն է, այցերի հաստատումը, անկետաների բացումը, բժիշկների հանդիպումների, քննարկումների կազմակերպումը, որոշակի փաստաթղթային հոսքի կառավարումը։ Մի խոսքով ադմինիստրատորը անում է կլինիկայում բոլոր այն գործընթացները, որ ամեն ինչը սահուն ընթանա։ Եթե պացիենտը հեռանում է ինձնից հոգատարությամբ պարուրված բարձր տրամադրությամբ, նշանակում է ես իմ աշխատանքը լավ եմ կատարել։ Ինչ վերաբերում է այն հարցին, ինչու ես չէի պատկերացնում, որովհետև բոլորս էլ սպասարկվել ենք տարբեր կենտրոններում, միշտ տպավորություն է ստեղծում, որ ադմինիստրատորը պարզապես գրանցում է անում։ Ուղղակի ունի իր արժեվ ինչ-որ, այո, ունի իր արժեվ թուղթ գրիչը վերցնում է, գրում է անուն ազգանուն ու քո ժամը եւ դրանով իր գործառույթները ավարտվում են։ Հա, երբեմն նաեւ զանգում է նախորդ օրը հիշեցնում է քո այցի մասին։ Բայց երբ ես սկսեցի աշխատել, հասկացա, թե ինչքան մեծ է պատասխանատվությունը իմ ուսերին եւ ինչքան բան է պայմանավորված իմ լավ աշխատանքով մեր կլինիկայում։ Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում գանգատները, բողոքները, դուք այսինչը այնպես չարեցիք, բժիշկը մի տեսակ այն հայացքով չէր բուժում ինձ, որ ես ակնկալում էի,
ամենատարբեր պահանջներ եւ պատկերացումներ կարող են բուժառուներն ունենալ, ել չասեմ, որ այսօր մենք նույնիսկ օտարերկրացիների հետ ենք հավելում են հայրենակիցների աշխատում, արտերկրի հայերի հետ ենք աշխատում, այսինքն այստեղ տարբեր մշակույթների, մտածողության ձևերի հետ գործ ունենք։ Հիմնականում էլի ադմինիստրատորն է լսում այդ գանգատներ, սա փոխեք, սա դուրս չեկավ մյուս անգամ չեմ ուզում այսպես լինի, ինչ եք անում այս դեպքերում։ Իրականում ես նոր այդ մասին էի մտածում ճանապարհին այստեղ գալուց, հաճախ բժիշկները քննարկում են, ասում են, թե ինչքան բարդ է իրենց համար, ինչքան բարդ բնավորության տեր պացիենտներ են իրենց հանդիպում, կամ ինչքան հեշտ ընթանում գործընթացը իրենց համար, բայց երկու դեպքերում էլ, երբ պացիենտը լինում է շատ գոհ կամ երբեմն ցավոք լինում է մի փոքր դժգոհ, իրենց բողոքները ցավոք գալիս են ինձ են ասում, որովհետև ես եմ կլինիկայի դեմքը, առաջինը ինձ են տեսնում, երբ դուռը բացում են, եւ առաջինը եւ լավ խոսքերը, եւ մի փոքր բացասական էմոցիաները ինձ են հայտնում։ Գայանե, մի այսպիսի հարց, որոնք են մեր օրերում անիրատեսական եւ ձեզ համար մի փոքր անհասկանալի պահանջները, երբ օրինակ զանգում են, այ կարող եք ինձ այսինչ բժշկի մոտ գրանցել կամ այսինչ ծառայություն առաջարկել կամ գրում են, մի փոքր հիմա առցանց շփումները շատացել են եւ ես կարծում եմ բոլորին կհետաքրքրի։ Ինչն է տարօրինակ եւ անհասկանալի թվում սովորաբար ադմինիստրատորներին։ Ես ունեմ այդպիսի մի սիրելի շարք, այն զանգերը, որոնք իմ ամենասիրելին են, այո, շատ հաճախ զանգում են, ասում են ինձ գրանցեք, ես ունեմ ատամի խնդիր, ասում եմ շատ լավ, կասեք, ինչ խնդրով եք ուզում, որ ես ձեզ գրանցեմ, միշտ պատասխանում են, պարզ չի, որ ատամի խնդրով, ասում եմ, այո, պարզ է, բայց մենք ունենք մի քանի մասնագետներ, ովքեր տարբեր ուղղվածություն ունեն, ես պետք է հասկանամ, ձեր ատամն է ցավում, լինդն է ցավում, գիշերային են ձեր ցավերը, միայն ուտելու ժամանակ են առաջանում, ինչ խնդիր ունեք, որպեսզի հասկանամ, որ մասնագետի մոտ ձեզ պետք է ուղղորդեմ։ Ու նման կերպ կողմնորոշում եմ իրենց, իրականում շատ զարմանում են, հա, այդքան մարդ կա, որ մեզնով զբաղվելու է, այդքան մարդ կա, որ մեր ատամները տեսնելու է ու տարբեր խնդիրներին լուծումներ է տալու, ու այո, այդպես է։ Հետո հետաքրքիր է, որ հաճախ մտնում են սոցկայքերով, տեսնում են մեր կլինիկայի էջը ու այնտեղ բժիշկների անունները դա նշված են, կարդում են բժիշկների անունները ու զանգում են որևէ բժշկի անուն են տալիս ու ասում են ուզում եմ իր մոտ գրանցվել կարիեսի բուժման։ Ու ես այդ պահին ասում եմ, գիտեք, այդ բժիշկը վիրաբույժ է, ինքը կարիեսի բուժմամբ չի զբաղվում, ոնց ես հենց իր մոտ եմ ուզում, ասում եմ, ճիշտն ասած սիրով կգրանցեի, բայց վերջին անգամ ինքը կարիես երևի 10 տարի առաջ է բուժել, չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի, եթե անգամ կարողանամ գտնել այդ ժամանակը ձեզ համար։ Հասկանալի է, դեռ փաստորեն մենք խնդիր ունենք նեղ մասնագետներին միմյանցից տարբերելու, չէ, Արթուր, մենք խնդիր ունենք պահանջից, որ մեկ ստոմատոլոգ անի, ասենք, մի 5-6 աշխատանք։ Ինչ կասեք, ինչն է պատճառը, որ մարդիկ դեռ դիմում են այսպիսի հարցերով։ Խնդիրն է, որ գոյություն ունի մի հասկացողություն, կարանք ասենք, ճակերտավոր անվանենք դա պացիենտի կրթվածություն։ Պացիենտի կրթվածությունը շատ կարևոր է, թե ինքը ինչքան ինֆորմացված է ու մեր այցերի ժամանակ, հատկապես առաջի այցի ժամանակ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրան, այդ շատ կարևոր փուլ է, որպեսզի պացիենտը սկսի հասկանալ, նա պարտավոր չէ դա հասկանալ մինչև իր այցը։ Մենք պետք է հասկանանք, որ մենք խոսում ենք մի մարդու հետ, ով մասնագետ չէ, ու բնականաբար պետք է ամեն ինչին փորձենք նայենք իր տեսանկյունից ավելի շատ ու դրա վրա ժամանակ ծախսելը ու համբերատար խոսելը պացիենտի հետ այդ բոլոր փուլերը բացատրելով նրբություններն ու տարբերությունները այդ երբեք չպետք է անտեսվի սկզբից դրա վրա բավական շատ ժամանակ հնարավոր է ծախսել, բայց հետո բուժման օգտակար գործողության գործակիցը անգամներով շատանում է, երբ որ դու ունենում ես կրթված պացիենտ, ունենում ես մարդ, որ հասկանում է, թե ինչու է իր բուժման պլանը այդ ուղղությամբ կազմվել, լրիվ այդ ճանապարհը, որ ինքը պետք է անցնի, մանրակրկիտ հասկանում է բոլոր փուլերով։ Այդտեղ եւս շատ կարեւոր է ադմինիստրատիվ աշխատանքը,
պացիենտի վստահությունը։ Ձեր կողմից ձեր պոզիցիայից այսպես ասած, ինչպես է գնահատում, ինչ են անում ադմինիստրացիայի աշխատակիցները ձեզ հետ եւ ձեզ համար։ Շատ կարճ եթե ասեմ, պացիենտի համար, շատ կարճ եթե ասեմ, ընդհանուր ադմինիստրատորի ֆունկցիան պացիենտի եւ բժշկի միջնորդն է, ինքը որոշ չափով վերջնում է ծանրաբեռնվածությունը բժշկի վրայից ու ոնց որ պացիենտի կողմից մարդ լինի մեր բժշկական ասոցիացիոնում պացիենտին ներկայացնող իր շահերի համար պայքարող, այսինքն ոչ ձեր շահերի, հա, չէ, դե շահերը տեղ համընկնում են, դա խնդիր չի, բայց օրինակ շատ վառ օրինակ էր մեր ընդմիջման ժամերի խլելը, որը որ կովիդ ասած հիշեցնում են ձեզ Գայանե ջան։ Մենք ամեն օր աշխատանք ենք իրար հետ, առավոտից երեկո մեր ադմինիստրատորները, թիմը, բժիշկները, բայց այդտեղ էլ ադմինիստրատորը պետք է միշտ մոտիվացված լինի եւ գործի պացիենտի շահերից։ Իհարկե գնահատելով բժշկի պրոֆեսիոնալիզմի ու պատրաստակամության աստիճանը, էլի։ Այդ շատ կարևոր է։ Գայանե, իսկ լինում են դեպքեր, երբ դուք բուժառուի առաջ եք ինչ որ առումով պաշտպանում բժշկի շահերը, միգուցե նա քիչ է տեղեկացված եւ դուք նրան բացատրում եք ինչու է բժիշկը ասել սա, ոչ թե այն, ինչ ուզում էր լսել բուժառուն։ Այսպիսի պահեր լինում են, որ ճիշտ է բժիշկը իրավիճակում եւ դուք ստիպված այդ հարցի տակից եք դուրս գալիս։ Իհարկե լինում են պահեր։ Շատ հաճախ օրինակ զանգահարում են, ասում են բժիշկը ինձ այս ծառայությունն է մատուցել, օրինակ ատամնաքարերի հեռացումը արել ինձ համար, ես եկել եմ տուն, 2 օր ինչ որ անհարմարություն եմ զգում, ինչի պետք է այդպես լիներ, ես կարծում եմ, որ ոչ մի այլ խնդիր չունեմ իմ լնդերի հետ կապված, բայց ինչ որ տհաճություն եմ զգում, ինչու է այդպես։ Նման դեպքերում ես նախ շնորհակալություն եմ իրենցից հայտնում, որ պարզապես այդ պահին չնայած իրենց անհարմարություններին իրենց մեջ ուժ են գտել, վերցրել են հեռախոսը, զանգել են, խնդրում եմ, որ սպասեն, անպայման գտնում եմ տվյալ պացիենտին, հասկանում եմ, երբ է եղել մեզ մոտ, որ բժշկի մոտ է ինքը եղել, միանգամից կապվում եմ բժշկի հետ, ուզում եմ հասկանալ ինչ բարդությունների է ինքը հանդիպել պացիենտին բուժելու ընթացքում, ուզում եմ հասկանալ ինչից կարող էր դա լինել։ Ու նմանատիպ դեպքերում սովորաբար ես հավաքում եմ պացիենտի համարը, փոխանցում եմ բժշկին, բժիշկը հենց ինքն է խոսում պացիենտի հետ, որպեսզի ես այսպես ասած փչացած հեռախոս չհանդիսանամ նրանց երկուսի միջև, այո, հենց այդտեղից էլ արդեն հենց դա էլ հենց բժշկի կոմպետենցիայի դաշտն է արդեն, որ իմ շրջանակներում չի։ Հաստորեն այստեղ նուրբ սահմաններ են լինում մասնագիտական եւ կազմակերպչա ադմինիստրատիվ հարցերում, բայց ես Գայանեի խոսքից հասկանում եմ, որ դուք եւս ունեք որոշակի գիտելիք, որոշակի պատրաստվածություն, տարբերակել, ասենք, լնդի խնդիրը պսակի խնդրից կամ կարիեսի բուժումը վիրաբուժությունից եւ դուք փաստորեն մասնագիտական բավականին ինֆորմացիա ունեք։ Չունենայի այդ գիտելիքները, որ մեր բժիշկները ինձ սիրով սովորեցրել են, երբ որ ես նոր եմ աշխատանքի ընդունվել, ես կարող եմ ասել, որ չէի կարողանա արդյունավետ աշխատել կլինիկայի համար։ Օրինակ նման դեպքերում, երբ զանգում եմ բժշկին, ինձ էլ է հետաքրքիր լինում, ասում եմ, դոկտոր, կարող է ներլնդային խարեր ուներ, դրա համար է տենց ուժեղ ցավում։ Այդ դեպքն ինչ եղավ, չէ՞։ Այդ դեպքն ինչ եղավ, ես էլ եմ արդեն պատկերացում կազմում, երբ սիրում ես աշխատանքդ, ուզում ես ավելին սովորել։ Կոնկրետ այս մեր ոլորտում, ստոմատոլոգիայի ոլորտում ադմինիստրատորին շատ դժվար կլինի, եթե ինքը պատկերացում չունենա, թե բժիշկը ներսում ինչ է անում այս պահին պացիենտի հետ։ Նույնիսկ հենց բուն գործողություն է հիմա, որ խնդրի առաջ են կանգնած։ Իհարկե։ Ինչ ենք լուծում։ Ադմինիստրատորի պարտականությունների մեջ հստակ այդ սահմանները բայց պետքա լինի միշտ, որ ինչ վերաբերում է բուժման պլանին, նշանակումներին, թե պրեպարատային, թե, չգիտեմ, բուժման ընթացքին, այդ հստակ սահմանված է ու այդ բժշկի կոմպետենցիայում է, բայց մանիպուլյացիաների մասին, թե մոտավորապես որ մանիպուլյացիան ինչ ծանրության աստիճանի է, ինչքան է տևելու, դրանից հետո ինչ արժի ակնկալել եւ այլն պացիենտի արձագանքի առումով, ճիշտ է, մարդիկ տարբեր են ամեն մի դեպք առանձինա, բայց հիմնական նմանություններ կան, որը որ պետք է ադմինիստրատորը իմանա եւ տիրապետի։
Ինչ կարող է լինել, եթե ադմինիստրատորը անցնի այդ սահմանը, որ մենք ինչ ռիսկերի մասին ենք խոսում, եւ որոնք դուք կհամարեք որպես մասնագետ ադմինիստրատորի գործառույթի գերկատարում, որ պետք չէր։ Օրինակ, եթե ինչ անի ադմինիստրատորը, իրոք հետաքրքիր է։ Սավալվեմ, մի քիչ ավելի մի 2 քայլ երևի հետ գնամ գամ, նախ սկսեմ, որ մեր հասարակության մեջ կա այդ թյուր կարծիքը, որ տենց հարևանի նշանակումով կամ բանով մարդիկ պրեպարատ են ընդունում։ Ու եթե ադմինիստրատորը հենց այդտեղ չի կանգնացնում այդ process-ը, կոպիտ ասած, երբ որ իրեն հարց են ուղղում ու ինքը ստոպ չի անում, գիտեք, դա իմ կոմպետենցիայում չի, ու պացիենտին բացատրում, որ դա ոչ մեկի կոմպետենցիայում չի, բացի բժշկից, այդ թյուր կարծիքը հաստատվում է պացիենտի կողմից։ Այսինքն այդ պետքա զսպել, այդ պահը միանշանակ, դա շատ կարևոր է, երկրորդ դա ավելացնում է վստահությունը դեպի բժիշկը, այսինքն պետք է հասկանալ, որ բժիշկը այն մասնագիտությունն է, որ ինքը տարիներով սովոր է կրթվել եւ պատրաստվել է դրան, եթե այդ ամեն ինչ տենց հեշտ լիներ, նշանակումներ ուղղակի դա ամեն ինչի կարիքը չէր լինի, ճանապարհի կարիքը չէր լինի անցնելու, հա, հիմա արդի ժամանակներում տենդենսը գնում է այնպես, որ գնալով դա քչանում է, պետք է դրա մասին նշել, բայց ստեղ էլ արդեն ավելանում է այդ արհեստական ինտելեկտը, հարցերը, որ պացիենտները ուղղում են արհեստական ինտելեկտին, գտնում իրենց պատասխանները, ինքնաբուժմամբ են զբաղվում, այո, ինքնանշանակումներ, բայց դա էլ պետք է հստակ հասկանալ, որ ընդհանուր բաներ կա, որ արհեստական ինտելեկտը ճիշտ է ասում, բայց բուժման պլան կազմել կամ ինչ-որ պրեպարատներ ընդունել ChatGPT խորհուրդներով, այդ շատ սխալ է։ Եվ մի հավելում էի ուզում անել, որ ադմինիստրատորը միշտ պետքա գոնե փորձի գիտակցել իր սահմանները։ Գիտեմ, որ դա միշտ 100%-ով չի ստացվում, բայց պետքա փորձի գիտակցել իր սահմանները, օրինակ հաճախ լինում է ինձ զանգահարում ասում են Գայանե ջան, ինչ եք կարծում, արժի հեռացնեմ այդ ատամը, թե թողնեմ կամ հա թողնեմ, իսկ այդ գալիք ծառայությունը, որ ինձ սպասվում է, անվտանգ է հաստատ լինելու եւ իրոք տվյալ պահին իմ աշխատանքն է ոչ թե իր հարցերին պատասխանելը, այլ գրագետ եւ հարգալից կերպով բժշկի մոտ իրեն ուղղորդելն է այդտեղ իմ աշխատանքը։ Նույնիսկ եթե գիտեմ, այո, ես դա իմ աշխատանքը չի, թողնում եմ դա բժշկին, ես կարող եմ անverջ պատմել մեր ծառայությունների մասին, ես կարող եմ օգնել գրանցումների հարցերում, բայց երբ հարցը վերաբերում է առողջությանը, դրանով պետք է զբաղվեն համապատասխան մասնագետները, այս դեպքում մեր բժիշկ-ստոմատոլոգները։ Դա ճիշտ է եւ պացիենտի անվտանգության համար եւ մասնագիտական էթիկայի տեսանկյունից իհարկե։ Ու ռիսկեր էլ կան, որտեվ եթե ինչ-որ բան այն չլինի, հետո պատասխանատվություն որոշակի չափով ունենալու է նաև բժիշկը, բայց ոչ իր մեղքի պատճառով մի տեսական արդարացի իրավիճակ է ստացվում։ Արմեն, կուզեի մի հարց ուղղել մեր երկրում բժիշկների հասանելիության աստիճանի մասին։ Այստեղ բժիշկները երկու հիմնական կարծիքի են բաժանվում, խմբերի են բաժանվում, որ այո, ճիշտ է, բարեխիղճ բժիշկը պետք է հասանելի լինի իր ձեռքի կոնտակտով, ձեռքի բջջային հեռախոսահամարով, առցանց։ Որոշներն ասում են ոչ, ժամանակն է, որ մենք անցնենք Եվրոպայի կամ ԱՄՆ այդ ամերիկյան ոճին, երբ բոլոր հարցերին պատասխանում է ադմինիստրատորը եւ բժշկի երեսը դու վիրահատությունից հետո նույնիսկ չես կարող տեսնել։ Նախ ինչ տպավորություն ունեք դուք Հայաստան բժիշկների հասանելիության մասին, որպես ներսից մասնագետ, եւ ինչ կփոխեիք։ Կարծում եմ, որ շնորհակալություն հարցի համար շատ կարևոր է իրականում հենց այդ էլի ես մի քիչ կծավալվեմ երևի այդ հարցի շուրջ, տերմինի շուրջ, թե հասանելիություն ինչ է նշանակում, բայց այս բային կոնկրետ է մեր երկրում ինձ թվում է, որ վիճակը տենց տենդենս կա դեպի լավը, բայց դեռ կա այն վատն էլ, որ պացիենտները անուշադրության են մատնում։ Ես հասանելիություն բժշկի այդ տերմին օգտագործելով ավելի շատ հասկանում եմ դրա մեջ ոչ թե անմիջական զանգերին պատասխանել ու միշտ հասանելի լինել, այդ մի քիչ հասանելիություն պացիենտի համար բժշկի հասանելիությունը դա այն է, որ պացիենտը լրիվ իրեն ազատ զգա ու ապահով զգա, այսինքն ինքը իմանա, որ յուրաքանչյուր պահ իր հարցերի պատասխանը կգտնի ինքը, այսպես ասած հիմար հարցեր չկան բժշկի համար, այսինքն պացիենտը չպետք է մոռանանք, որ մասնագետ չէ ու յուրաքանչյուր իր գլխում ծակած հարց պետք է ինքը բաց եւ ազատ լինի ու կարողանա բժշկին տալ։
այդ շատ կարևոր է, որ թյուր կարծիք չձևակերպվի ու տենց շատ ավելի լավ ու արագ process-ները անցնում։ Ես ավելի շատ ուշադրություն կդարձնեի հասանելիացնելով այդ process-ների վրա, իսկ բժշկի վրայից այդ բեռը եթե վերցնում է ադմինիստրատորը որոշակի չափով կոնկրետ զանգերին պատասխանելու ու ավելի օպտիմալացնելու այդ process-ները օգտակար գործողության գործակիցը շատացնելու համար, այդ միանշանակ դրական է իմ կարծիքով ու թե պացիենտի համար, թե բժշկի համար այդ process-ները բավական հեշտացվում է ու ավելի ռեալա դառնում այդ ամեն ինչը անել։ Գիտեք, եթե մենք խոսանք, ասենք full ամբողջ գրաֆիկով աշխատող բժշկի մասին, բնականաբար ինքը ամեն պահի չի կարող հասանելի լինել կոնկրետ այդ զանգերի պատասխանելու առումով, այդ միանշանակ, բայց եթե պացիենտը վստահ է, որ ինքը իր հարցի պատասխանը գտնելու է, ինքը Կամ նույնիսկ օրինակ բերեմ, չգիտեմ, եկեք sense նայենք, եթե բժիշկը պացիենտներին նշանակում է 5 պացիենտ, օրինակ նույն ժամին իր մոտ գալիս են, տեսնում են հերթի մեջ, բնականաբար մարդիկ տարբեր են, խառնվածքը տարբեր է, բայց միանշանակ կլինեն մարդիկ, ովքեր որ այդ այցից հետո եթե նույնիսկ ցավ ունենան, կոմպլեքսավորում են զանգեն բժշկին։ Պացիենտը պետք է զգա, որ ինքը ուշադրության կենտրոնում է ու բավարար ուշադրություն է իրան տրամադրվում։ Ու այդ պետք է անի ոչ միայն բժիշկը, նաև տեղ կա ադմինիստրատորի մասով։ Ոչ թե 5 միաժամանակ սպասող բուժառուներից մեկը ում հերթը կհասնի կամ չի հասնի, չգիտես, այդ օրը հասկանալի է, փաստորեն դուք առաջարկում եք եւ հորդորում եք գիտելիքի հասանելիություն, բացատրության կամ սոցիալ-հոգեբանական մասնագիտական աջակցության հասանելիություն, այլ ոչ, ասենք, գիշերը 3-ին կենցաղային զանգով իհարկե կապի մեջ մի անգամից մտնելը, իրականում ես էլ կուզեի եւս մեկ անգամ մեզ լսողներին հիշեցնել, որ բժշկի մասնագիտությունը, ընդ որում առանց տարբերության մենք բժիշկ-ստոմատոլոգի մասին ենք խոսում, թե ասենք ռադիոլոգի, ամենամեծ հուզական այրման ռիսկի տակ գտնվող մասնագետներն են, քանի որ նրանք գործ ունեն մարդու կյանքի առողջության հետ, ոչ թե օրինակ փաստաթուղթ, թիվ եւ այլն, հա, դա էլ է կարեւոր, բայց ամեն դեպքում մարդու համար չես դու պատասխանատու, թվերի համար ես, եւ նրանց հոգեբանական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը այսպես աննկարագրելի է։ Խնդրում եմ, եթե հնարավոր է թեթև ցավի համար կիրակի օրով չզանգել բժշկին ուղիղ ձերքի համարին, ապա եկեք դիմանանք մինչև երկուշաբթի աշխատանքային ժամերը, սա իմ կողմից, եւ մի երևույթի մասին կուզեի խոսել, որը օրինակ ձեր կլինիկայում եւ հիմա շատ առաջադեմ ստոմ կլինիկաներում սա առաջարկվում է, դա բարդ բուժման պլանն է։ Փորձենք վերջին րոպեներին հասկանալ, ինչ է ասել բարդ բուժման պլան, դա քանի բժիշկ կարող է այդտեղ ներգրաված լինել եւ ինչպես է որոշվում այս բարդ համագործակցությունը նրանց միջև, ադմինիստրատորը կամ կոորդինատորը այս դեպքում, չէ, պլանի, ինչպես է դա կազմակերպում։ Ես կարծում եմ, որ այս ինֆորմացիան շատ կարեւոր է, որ նաեւ բուժառուները ստոմ կլինիկա կամ թիմ ընտրելիս ուշադրություն դարձնեն նաեւ սրա վրա, որովհետեւ հետո իրենք կունենան քիչ խնդիրներ ժամանակի, ֆինանսի, ռեսուրսների, բաշխման եւ հնարավորինս արագ իրենց խնդիրները լուծելու հարցում։ Ինչ կասեք։ Տեսեք, երբ պացիենտը ունի բարդ փուլային բուժման պլան, շատ կարևոր է, որ այն կազմված լինի ճիշտ տրամաբանությամբ, հաջորդականությամբ եւ հստակությամբ։ Դրանով զբաղվում եմ ես, ադմինիստրատոր կոորդինատոր համատեղությամբ։ Ես զբաղվում եմ բարդ փուլային բուժման պլանի համակարգմամբ, թե որ բժիշկներն են մասնակցելու տվյալ բուժման պլանի իրագործմանը, իհարկե ես այդ որոշումները կայացնում եմ մեր գլխավոր բժշկի հետ միասին։ Անպայման որոշում ենք, թե որ գործողություններն են արվելու սկզբում, որ գործողություններն են արվելու վերջում, համակարգում եմ այցերի տևողությունը եւ իհարկե այն ժամանակահատվածը, որը հարկավոր է պացիենտին այցից հետո վերականգնվելու համար։ Տեսեք, ինձ համար դա մեկ համակարգված նախագիծ է, որտեղ մասնակցում են մի քանի մասնագետներ ու ովքեր ունեն իրենց պատասխանատվության ոլորտը այդտեղ։ Իմ պատասխանատվությունը տվյալ գործում կայանում է նրանում, որ ես այնպես անեմ, որ բոլոր մասերը տվյալ բուժման պլանի մեկ համակարգված նախագիծ դառնան։ Դուք վերաբերում եք դրան մեծ նախագծի, որը պետք է սկսել ու հասցնել բարեհաջող ավարտի առանց, ասենք,
Իհարկե, երբ մենք գլխավոր բժշկի հետ կազմում ենք բուժման պլանը ու հետո դա տալիս ենք պացիենտին, ոչ միայն գլխավոր բժշկի, նաև մյուս մասնագետների հետ, տալիս ենք պացիենտին, ինքը երբեմն այսպես խճճված դեմքի արտահայտություն է ընդունում, չի հասկանում, այդտեղ ինչ է գրված, այդ հաջորդականությունը, հերթականությունը եւ իրականում կա այդպիսի խնդիր, որովհետև մեկ բուժման պլանը կարող է իր մեջ ներառել եւ թերապիա, եւ օրթոպեդիա, եւ վիրաբուժություն, եւ անգամ օրթոդոնտիա։ Ու դու իրան պետք է կարողանաս բացատրել յուրաքանչյուրի տևողությունը։ Տեսեք, առաջին этаպը ձեր թերապիան է լինելու 2 ամսում կավարտենք, կանցնենք օրթոպեդիային։ Օրթոպեդիան այսքան է տևելու, կանցնենք հետո կամ այնտեղ սկզբում վիրաբուժության կարիք է թե լինի, առաջինը դա արվի։ Իհարկե, ես այդ ամենը անում եմ բժիշկների օգնությամբ, միայնակ ես ինչքան էլ տեղեկացված եւ գիտելիքներով լի լինեմ, ինձ համար դա շատ դժվար կլինի եւ ինձ օգնում են նման հարցերում։ Իրականում սկզբում, երբ որ նոր էի սկսում սովորել ամեն ինչը, շատ էի վախենում բուժման պլանից, շատ էի վախենում կազմելուց եւ պացիենտին դա ճիշտ ներկայացնելուց, բայց երևի թե հիմա դա իմ աշխատանքի ամենասիրելի հատվածն է, որովհետեւ երբեմն անգամ մտածելու տեղիք է լինում այնտեղ գրելու մեջ։ Դու պետքա հասկանաս տրամաբանությունը ու լիքը նյուանսների պետքա տիրապետես։ Վերականգնվելու, ֆինանսական բյուջեի մեջ տեղավորվելու, ֆինանսական մարումը կատարելու ճիշտ ներկայացումը պացիենտին, այդ ամեն ինչը ես եմ անում եւ իրականում սիրում եմ ու շատ ուրախ եմ, որ այս պահին կա բուժման պլան հասկացությունը, այսինքն պացիենտին դու տալիս ես այդ թերթիկը կամ առցանց ուղարկում ես եւ ինքը արդեն գիտի ինչ է իրեն սպասվում յուրաքանչյուր этаպից հետո ինչ պետք է արվի եւ ստիպված չի լինում ամեն վարքյան զանգել, ամեն վարքյան հարցնել, բա հիմա ինչ ենք անելու, հիմա ոնց է լինելու, ինքը տեղեկացված է զուտ մոտենում է իր այցերին եւ սիրով դուրս գալիս կլինիկայից։ Արմեն, փաստորեն ստացվում է, որ այսօր դժվար է ունենալ մի ստոմատոլոգ օրթոպեդ մի կլինիկայում, թերապևտին ունենալ մեկ այլ, ասենք, քաղաքի այլ հատվածում գտնվող կլինիկայում եւ իմպլանտոլոգն էլ լինի իր անհատական կաբինետով ինչ որ մեկը, հա, արդեն ոնց որ էլ հնարավոր չի, այսպես թիմ է աշխատում։ Բնականաբար տենդենսը գնում է դրան, որ թիմային աշխատանքը ավելի արդյունավետ է տեղում իրար հետ քննարկելը, թե միջդիսցիպլինար բժիշկների առումով, թե աշխատանքի կազմակերպման առումով շատ ավելի հեշտ է, շատ ավելի կրճատում է թե ժամանակը, թե օպտիմալացնում է process-ը, թե ավելի կառավարելի է դարձնում process-ը բժիշկների կողմից, այդ շատ կարևոր է, այստեղ մի հատ էլ շատ մեծ մաս կա ստոմատոլոգիայում, դա լաբորատորիան է, որը որ եւս ադմինիստրատորն է իրանց այդ աշխատանքը կազմակերպում, այդ էլ ավելացնեմ, դա կարող է կլինիկայից դուրս էլ չէ լինել, լրիվ առանձին կենտրոն լինել։ Միանշանակ այդ բոլոր մասնագետներին հավաքել միտեղ ու կապը իրաց մեջ պահել այդ մեծ երկար բուժման պլանների դեպքում, այդ բավական ծավալուն ու դժվար աշխատանք է ու բնականաբար պացիենտի համար էլ ինքը շատ դժվար ընկալել այդ ամեն ինչը ու տեղ պետքա ջանք ու եռան չխնայեն ոչ բժիշկը, ոչ ադմինիստրատիվ թիմը։ Իսկ չեն բողոքում երբեմն այս հարցին կարճ կուզեի դուք էլ երկուսով անդրադառնայիք, չեն բողոքում, որ այսքան գործ չկար, երբ ես եկա անելու, ես եկել էի ուղակի ցավով, իսկ դու ինձ հասանք օրթոդոնտիայի առաջարկում եք ընդཐུպ մինչև օրթոդոնտիկ միջամտություն եւ այլն, լինում են այսպիսի դեպքեր։ Իհարկե լինում են, երբ պացիենտը զանգահարում է, ասում է ես ցանկանում եմ գրանցվել կոնսուլտացիայի, ես միշտ հարցնում եմ, դուք ունեք 1-2 ատամի խնդիր, թե ուզում եք ինֆորմացիա ստանալ ձեր բոլոր ատամների վերաբերյալ, որովհետև իրենք տարբեր կոնսուլտացիաներ են, եթե 1-2 ատամի հետ կապված դուք խնդիր ունեք, դա ընդամենը 15 րոպե է տևելու, հասկանալու ենք ինչ պետք է արվի, այդ փոքրիկ բուժման պլանը գրելու եմ ձեզ համար, դուք դա տանելու եք, եթե լինելու է ամբողջական ձեր բերանի խոռոչի, ձեր ատամների վերաբերյալ կոնսուլտացիա, դրա տևողությունը 40 րոպեից 1 ժամ է, ինքը այլ կերպ է ընթանում։ Նաև հետազոտություններ կարող է չէ ընթացքում արվել։ Այո, կարող է ռենտգեն արվել, ու սովորաբար իրենք ասում են, չէ, 1-2 ատամի խնդիր ունենք, գանք մի հատ թող թերապևտներից մեկը նայի, հասկանանք ինչ է ու գրանցում եմ թերապևտներից որևէ մեկի մոտ, գալիս են ու թերապևտները գալիս ինձ միշտ ասում են գրի գլխավոր բժշկի մոտ համապարփակ այցի, որ հասկանանք ինչ ենք անելու, որովհետև շատ անելիքներ ունենք։ Ու այդ դեպքում ես ուղղորդում եմ իրան այլ բժշկի մոտ, ասում եմ, որ գիտեք, պացիենտը չի սպասում, որ ինքը այդքան խնդիր է ունենալու։ Խնդրում եմ անցկացնելու ժամանակ կոնսուլտացիան նաև խոսել իր հետ, որ ձեր սպասելիքները արդարացված չեն, դուք ավելին ունեք անելու։
Սովորաբար եթե ասում են մի ատամի խնդիր ունեմ եւ երբ մարդը արդեն գիտակցում է, որ ինքը խնդիր ունի, նշանակում է այնտեղ ամբողջ բերանի խորոչում խնդիրներ են լինելու։ Մենք ունենք 1 րոպե, եթե ավելացնելու բանն եք շատ կարճ։ Ավելացնելու քիչ բան կա, գանեն լրիվ իրավացի ասում, շատ կարևոր է այս դեպքում լսել պացիենտին ու հասկանալ, թե ինքը իրան որ խնդիրն է անհանգստացնում, առաջինը մոտենալ այդ տեսանկյունից, բնականաբար հետո տեղեկացնել ձեր պրոֆեսիոնալ կարծիքի մասին, թե ընդհանուր իրավիճակը ոնց է առողջության։ Ընդ որում տեղեկացնել այնպես, որ բուժառուն չմտածի, որ դուք ինչ որ շահ եք կորզում, հետևում եւ այլն, այլ հավաքվել եք մեկ ընդհանուր նպատակի շուրջ, դա բուժառուի բերանի խորոչի լիակատար առողջությունն ու երբեմն նաև էսթետիկ պահանջներն են, որոնք ավելանում են։ Շատ շնորհակալություն, շատ արագ անցավ ժամանակը։ Շնորհակալություն այս հետաքրքիր հարցազրույցի համար։ Մենք զրուցեցինք ինդիվիդուում ստոմատոլոգիական կլինիկայի ստոմատոլոգ Արմեն Խաչանյանի եւ ադմինիստրատիվ ծառայության աշխատակից Գայանե Խաչատուրովայի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը։ Ցտեսություն բոլորին։